Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։ Չեմ ուզում հեռացող ծավալեմ, ապրեմ, աղ 20-ը դինենք ժամ 20-ը շարժվել ենք, դինենք հանրապետության հրապարակ։ Ինչ կա հանրապետության հրապարակ, հանրապետության հրապարակը։ Այդպես բաներ են խոսը հեռացող, արա։ Ոյ, այդ ինչ ուզում են խոսում եմ հեռախոսով, կա որ կրա գանձի մաման ասեց, մաման կիմանան չեմ ասում, չեմ ուզում հեռացող ծավալեմ, WhatsApp-ից զանգում, ասած կզո կապ չունես։ Ես ախպեր, ոչ փող ունեմ, ոչ ինտերնետ ունեմ, գալու ենք, ոչ փող ես ասում, ոչ գալու ենք քեզի քո տանդեմից վերցնեն շարժվել։ Հա, որ իմաստ եմ ուզում ջոգեմ, նոր հասկանամ։ Ապրենդը մենք երաշխավորություն ունենք մամայի հետ կապված, գործի հետ կապված։ Իր մաման դե գիտի տեղյակ է, հիմա մեզ պետք է մենք հիադաջակցենք։ Վաղ ով է գալեմ։ Էդի ով է այդ բանը, արա հավաքի։ Լեռնագոգից գորը գիտես։ Ախպեր, ոչ թե ով է գալիս, ով է մասնակցում, ինձ էդի հետաքրքիր չի։ Ով է վարելու։ Նարեկը Կարապետյան։ Նարեկի հետ կարում ենք ազերնի խոսանք մենք վաղ։ Հա, տոկոս, մոտենաս խոսած։ Դե դու պետք է կազմակերպես որ մոդենան։ Այդ քայլը ես կանեմ։ Չեմ եք դա բանը պետը զանգեց, բանի շտաբի պետն է զանգել, զանգեց ասեց ուզենանք, դե ողջ չալիք են բարձրացրել։ Մոտեստի գոյություն չունի, հիմա զանգում են հետս հաշվի լստեն էլի։ Հերասայի չի կարող չեմ կասել բարձրացնել էլի։ Դե բանը, բարազի քինալքան։ Բալուս։ Բարև ձեզ։ Ես ասի քո վրա չզանգեմ, ջղայնացում էի։ Ես դու երեք մեզի ասի։ Արա հանգիստ ուղի զանգով դες բան չխոսած։ Դոլան օրաս։ Արա ասեմ, զանգով դες բան չխոսած, ոսա ոք զանգի։ Էսի պարյամոսում եմ, հենց մի մարդիկ ընկեր մեծ այն 100,000-ով, 200,000-ով փող են տալում, պլյուս տոց Սամվել Կարապետյանը տել է, դա 180,000-ով փող է բաժնում։ Այդի բա վիդեոն եք դա է, որը սարքած ռեպորտաժ վիդեո է, ցավոտ։ Վիդեո չէ, ախպեր, ռեալ մարդկանցից ենք լսում, ախպեր, ռեալ, ժիվոյ, դեմը կայնում խոսում են, ախպեր, ու նաստող խոսում են մարդիկ։ Կարախի չի կարամ, պարյամոս տվյազի մեջ է, ընգեր, պարյամոս տվյազի մեջ է։ Ապրեն, եկը կարճում, մարդիկ ապրեն, խնդրել մենք իրանց կողքը կայնենք։ Հա, ես իրանց կողքը կրամ 6,000 հոգով կայնեմ, եթե իրանք հենց թմի մարդին ուզում կան։ Տագի շեք կա ուզգակ։ Ախպերս, ես 2,000 հոգով կրամ իրանց կողքը կայնեմ հենց հեկուց։ Չես կարա իշխան։ Հենց թմի թո արդից լուծում կան, եթե ես հեկուց 2,000 հոգով իրանց կողը չկայնեն։ Սկիս եմ ոքը 4 գյուղ այդքան չէ, ցավրտանը։ Ախպերս, տո թակել եմ գյուղի վեր է, նա ախպեր, վե։ Ինչ գյուղով է ընտրությունը, համայնքից էլ ընգեր, Բաղրամյան համայնքից 1200-ից 1500 հոգի կա ախպեր։ Այսինքն վաղը քեզ 2 սպլինդեր եմ ուղարկում կամ 2 սպլինդեր մարդ ուղարկես։ Չէ, ախպերս, եթե իմ հարցերին լուծում չի տվածվում, ընգեր։ Որպես ինչ։ Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին։ Ես իմ ավտոյով եմ գալու, ախպեր, ոչ մի ավտոբուսով չեմ գալու։ Հետո։ Գալիս ես դու։ Նա ճիշտ պայմանով։ Արա դե արա չենք հանում ախպեր, ես շիվ եկալ լապել եմ քեզի կբան չեմ տվել ախպեր, բայց հիմա այսօր ինձ զանգ եկան չէ՞ Վարդանը։ Եկին Հասմիկյան, դες չեմ ասի, որ դու գիտեմ եկա ժամանակ չեք կարա կայնեք, վաղը մեծ հանրահավաքն է եւ չեմ ուզում ծավալեմ էլի հեռախոսով։ Ձեր տղաներից չէ, Երևան Հանրապետության հրապարակն ենք, մեքենայով տանում ենք, մենք բերում ենք։ Դուք քանի հոգի եք։ Դե ես Արամը։ Հա, ուզես հարևաններին այնտեղ չեն երևա, բայց քանակը կլծվեն էլի։ Ախր շատ ամխիթար են կասեք։ Դե ավելի լավ։ Բանը են հիվանդ տղան չէ, բայց երկու քույրերը հա։ Երջանիկ, իսկ որ մի հատ այդ նորային դու ասես, գիտես խի։ Ինքը ասեց գոնե սնունդ տան էլի։ Ես բան չունեմ ասել։ Դու ուզում ես
Քիչ ուշ նորային գզանգեն քեզ բայց նորային փոխած խոսամ հետո համել գիտի որ կամ չգիտեմ որ նախընտրական աշխարհին ոչ մի բարեգործական բան չի իրականացում կտանեն կպարկասեն այդպես բան մենք չենք անում էլի բայց քնեմ ընկերներ օքեյ կապ չունեն քաղաքականության իրաց կաջակցեն Եկոր շաբաթվա մեջ իրան օգնությունը կգա էլի հա միայն ոչ իրան նաև քեզի դե նայ Հա, պարանի փաստը։ Հա, մեկ դե ինձ էլ է ուրեմն այդ ցուցակումը ցնում։ Ես հիմա գնում եմ իրան։ Դե հոգեմերան եմ իշտ ցավը տալեմ։ Իգին այդաջան չեմ ուզում հեռաստով ծավալվեն։ Վաղը բան ունենք, հանդիպում ունենք Երևանում։ Ձեր հավաքելին ժամը 2-ին գնալու ենք 6 կեսբան գյուղն ենք կլնելու։ Բայց ինչ հանդիպում է Երժոր։ Հանդիպում չի, հանրահավաք է։ Եկամ հանրահավաքի ինչ անեմ։ Ընդհանրապես կողքը լինենք, դու գիտես ինչ համար եմ ասում։ Հա, հասկանում եմ, բայց դրանից ինչ օգուտ Երժոր ջան։ Օգուտը լինելա հունիսից հետո ցավը տանը։ Էշ մի սատկի գարուն գա, հա։ Դե լավա քո ներկայացան ենք, պայմանավորվել եմ որ հունիսից հետո գնալու ենք իր մոտ, ինքն ինչ պետք է կամար անելու եմ։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։